Ինչպես եք գնահատում քարոզարշավը, ինչ տպավորություններ ունեք։ Բարձր են գնահատում, տպավորությունները բարձր է, ամեն բան հրաշալի է, կրիվոն էլ ողջունում է պարոն վարչապետին։ Նաև ՔՊ-ի նախընտրական ծրագրում այն հարցն է դրված, որ բարեփոխում պետք է իրականացվի եկեղեցում, նաև ժողովրդի մի մասը ձեզ կյանքի խոսքը նշում է, որ կյանքի խոսքից եք դուք ինչպես եք պատկերացնում այդ համատեղումը հիմա։ Ինչի համատեղում։ Ասենք դուք ՔՊ-ին աջակցում եք, կյանքի խոսքից եք, դուք եկեղեցու բարեփոխումը ինչպես եք տեսնում, կոնկրետ ձեր պահով եմ հարցնում։ Եթե եկեղեցու բարեփոխում ասելը միջև հիմա չեք պատկերացրել ինչ նկատի ունեցել իշխանությունները, ավելի պետք է մենք ավելի մոտենանք Աստծուն, ավելի կպնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Բայց իշխանությունը խոսում է հայ առաքելական եկեղեցու մասին, իսկ դուք կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչ եք։ Ժողովուրդն է այդ մասին ասում եւ հիմա էլ կարծես թե դուք այո իհարկե ասեք։ Տեսեք, նախ եւ առաջ մենք կյանքի խոսք եկեղեցուց չենք, այլ եկեղեցուց ենք, սակայն ավետարանական Վերնատուն ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներ են։ Բայց ամեն դեպքում հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եք եւ հիմա այս պարագայում դուք ինչպես եք, որ ձեր պարագայում եմ ասում, ավետարանական եկեղեցին քրիստոնեության ճյուղ է, ինչպես կաթոլիկ եկեղեցին է, ինչպես ուղղափառ եկեղեցին է, ու քանի որ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսի մակարդակով ավետարանական եկեղեցին գնահատված է եւ ընդունված է, վերջերս աղոթքի նախաճաշի ընթացքում էլ նկատեցիք։ Ես կարծում եմ, որ մեր իշխանության ջանքերը, որպեսզի եկեղեցու դերը բարձրանա ու քրիստոնեության դերը բարձրանա, շատ կարևոր ու գնահատելի են ու մենք դրան միայն կողմ ենք։ Հիմա դուք կողմ եք, որ վեհապարը հեղացվի, ինքնակամ հանգստի կոչվի, դուք դրան կողմ եք։ Տեսեք, ես նման հարցերով չեմ զբաղվում, ոչ էլ կմիջամտեմ։ Բայց որպես քաղաքացի աջակցում եք դուք այդ պայքարը։ Որպես քաղաքացի այդ թեմայով չեմ մտածել ու դեռևս չեմ կենտրոնացել թեմայի հետ կապված։ Բայց եթե ինչ-որ մի բան կարող ենք փոփոխություն անենք, որ ավելի մոտենանք Աստծուն, ես դրան կողմ եմ։ Իսկ պատճառը ո՞րն է, որ աջակցում եք հենց ՔՊ-ի Նիկոլ Փաշինյանին, ո՞րն է պատճառը, հիմնական պատճառները։ Պատճառը խաղաղությունն է, որ տիրում է հիմա մեր երկրի մեջ եւ որը որ շարունակական բնույթ է կրելու, վստահաբար եմ ասում ու հավատում եմ դրան, դրա համար աջակցում եմ։ Կարծում եք, որ հաստատվելու է խաղաղությունը, շարունակական է լինելու երկու պետությունների միջև։ Ինչպես ասեցի, իսկ այդ պարագայում ինչու է Ալիևը պարբերաբար խոսում 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, Երևանը Իրևան է անվանում։ Նման սադրիչ հայտարարություններ միշտ էլ հնչել են հակառակ երկրի ներկայացուցիչների կողմից։ Ես կարող եմ ինչի մասին որ հիմա դուք ասում եք 300 ադրբեջանցու, դա ավելի շատ պրոպագանդվում են Հայաստանում ընդդիմադիր ուժերի կողմից, քան Ադրբեջանի կողմից։ Թվականին հունվարի 6-ին, դեկտեմբերի 25-ին սրա մասին Ալիևն է հայտարարել եւ նաեւ օրերս էլ դրա մասին խոսեց։ Տեսեք, հիմա նման հարցերով չեմ ուզում հիմա կենտրոնանալ։ Եկեք հիմա որ ենք վարչապետին, հավուր պատշաճի։ Բայց դե նրանց հետ խաղաղություն ենք ուզում հաստատենք, բայց մի կողմից արդեն խաղաղությունը հաստատված է։